Երկու այգի ունենք, մեկը տան մոտ է, այնտեղ համ ծառեր կա, համ էլ մշակում ենք, հողն ենք մշակում։ Գնում ենք մեր այգի, որ տեսնենք մեր այգու բարիքները։ Գյուղացու համար բերքահավաքի սեզոնն արդեն ավարտվում է։ Այգիներում որոշ տեսակների հատուկեն ծառեր են մնացել բերքով բեռնված։ Աքորիում դրանք հիմնականում խնձորենիներն են, տանձենին, սալորենին եւ այլն։ Ծառերի վրա շատ բերք չի մնացել քաղելու։ Պատճառը սեզոնի ավարտը չէ միայն, հենց սկզբից գյուղացին լավ բերք ակնկալել չէր կարող։ Ծառերի ծաղկած բողբոջները ցուրտը վնասեց, հետո էլ մնացած բերքը երաշտը փչացրեց։ Սա շատ խոշոր տանձ է, այս տարի շատ մանրաբռներ Եսին ոնց ասեմ, նորմալ չէ էլի, որակ չունի։ Վերջի 5 տարում չէ էլ է սենց վատ բերք։ Նախորդ տարիների համեմատ քիչ էր այս տարվա բերքը, շատ քիչ էր։ Տարիներ առաջ նույն այս այգուց տոննաներով բերք են վերցնելիս եղել, տարեստարի բերքը քչանում է, այժմ այգուց ստացածը միայն իրենց օգտագործման համար է, վաճառքի մասին Հովիկը չի էլ փորձում մտածել։ Այս դամբուլի ծառեր են, այս երևացողը, այս կողքին, այս Խնձորի ծառեր են, կողքին տանձի ծառա, պոպոկ ունենք, բալ ունենք, դեղց ունենք, բերքը մեջից ջոգում ենք են հասասները լավները արաղի համար, որ օղի թորենք, են մնացածնել անասունը խոզին ենք տալիս։ Շատ էլ ալնում, ասենք, կարիք չկա վաճառելու։ Լավ բերք ունենալու համար Հովիկ Վարդևանյանն ամեն ինչ է փորձել։ Ժամանակին ծառերի չորացած ու վնասված ճյուղերը հեռացնում է, հողը փխրեցնում, բայց չոր եղանակն իրեն նանում է։ Չոր ճյուղը եթե կտրես կնի, ժամանակին որ չկտրենք սելա չորանալու, որ կտրենք ժամանակին սա ծառա դառնալու էլի ասենք մյուս տարի բերք տալու։ Ռոռոքում ունենք գյուղում, ռոռոքման ջուրն ունենք, բայց շատ է հեռու չենք կարում։ Ռոռոքման ջուրը չենք կարող տեղ հասցնենք։ Իսկ խմելու ջուրն էլ մոտիկա, բայց խմելու ջուրն է շատ է թանկ, չենք կարա խմելու ջուրը։ Այս մեծ այգի է, խմելու ջրով չենք կարա, ծառը ջրենք։ Ամեն դժվարություն անտեսելով Հովիկ Վարդևանյանը հաջորդ գարդանը պատրաստում է չորացած ծառերի փոխարեն այգում նոր տնկիներ դնել։ Գյուղում ապրել եւ հողի հետ չաշխատել չի լինի, ասում է։ Մանեխ Լոպուզյան, Վահե Աղամյան, լուրեր։